Պարոն Քոչարյան, նախ ինչ տեղեկություններ ունեք դուք, որովհետև փաստորեն այս միջնորդության քննությունը պիտի լիներ 3, բայց առողջական վիճակի պատճառով չի կայացել եւ արդեն այսօր մենք տեղեկություններ ունենք նաեւ, որ 3 բժիշկը համաձայնություն չի տվել, որպեսզի բերեն դատարան, այսօր ինչ իրավիճակ է եղել։ Տեսեք, հիվանդանոցում քիչ չեմ եղել, թույլատրված չէր, բայց ինչքանով որ հասկացա, երեկվա հետ համեմատած այսօր կար մի քիչ դրական դինամիկա ու դա այսպես հիմք են վերցրել ու բերել են դատարան։ Ձեր կարծիքով պարտադիր կալանքը կտան, ասում են այդպիսի դատավոր է, որ ուզի կալանքը պիտի տա։ Ես էլ եմ լսել նոր պատգամավորների հետ, գործընկերների հետ խոսում էինք, հենց հետ էի հարցնում։ Պարզվեց նաև Դավիթ Ղազինյանի կալանք տվող դատավորն է եղել, այնպես որ չեմ կարծում, այսպես շատ ակնկալիքներ չկան, արդարադատության։ Իհարկե, միշտ գալիս ես դատարան, ակնկալիքը այն է, որ իրականացնի արդարադատություն, ճնշումներին չի տրվի, բայց մեծ հաշվով ես արդեն 8 տարվա ընթացքում տեսնում ենք ընդհանուր պատկերը ու առանձնապես այսպես դրական ակնկալիք ես ինքս չունեմ։ Իսկ առողջական վիճակով պայմանավորված նիստի հետաձգում կամ գուցե կալանքի որոշումից խուսափում տնային կալանք։ Գիտեմ, մի փոքր որ ինչ որ բան կա մտածում եմ, որ միգուցե այդ առողջական վիճակը հաշվի առնելով ինչ որ ուրիշ բան լինի, բայց չգիտեմ, սրանց տեսնում ենք։ Դուք գիտեք, որ հենց այդ օրը առավոտյան գալու են ձեր տուն, որովհետև շատ քննարկվեց ու նաև շարժվեց քրթվականների կողմից, որ դուք գիտեք, դրա համար Լևոն Քոչարյանը եկավ այդպիսի սուր ձևակերպման փարց տվեց, ասես պիծ դավաճան, որ հետո ոնց որ դրանով պայմանավոր են գալը։ Մյուս կողմից էլ այսօր Տարոն Չախոյանն ասում է, պետք է պարզեն, թե ով է ձեզ տեղեկություն տվել, որ դուք գրել եք բարի գալուց տաղացը։ Որ ձեռները կտրեն, չէ՞։ Ես ուզում եմ հաղորդում տալ հանցագործության մասին, այս առումով իսկապես ես գիտեի, որ գալու են ու դա իմացել եմ Նիկոլ Փաշինյանից, ինքը դրա մասին խոսել է թե նախընտրական շրջանում, թե հատկապես վերջում Աժե Ամբիոնից, կոնկրետ Աժե Ամբիոնից խոսել է դրա մասին, այնպես որ առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Փաշինյանով, որ նախորոք տեղեկություն է հայտնում գործով մանրամասների հետ կապված։ Բայց հենց գիտեք, որ այդ օրն է գալու։ Ավելի լուրջ իհարկե չգիտեի, որ մյուս օրն են գալու, ճիշտ է, երեկոյան մամուլը գրեց դրա մասին, բայց ընդհանուր մենք հասկանում ենք, որ այս ամբողջ խոսույթը, կոնկրետ սպառնալիքները միջալուց ոչ միայն իրան, նաև մյուս քրթվականների պատգամավորների հասկանում ենք, որ ինչ-որ գործընթաց կա, նույն հորս հետ կապված, երբ որ ապօրինի չթողեցին մի քանի օրով բացակայել երկրից, որ ինչ-որ բան էփվում է, բայց այն ինչ իրանք նկատի ունեն, որ ներսից ինչ-որ ինֆորմացիա կար, չէ՞ դա։ Իսկ ասում են, որ այս ինֆորմացիան այսքան նաև իրավապահ համակարգից, որ սա ոնց որ մոտ մեկ ամիս է բաց գործել, ոնքի հարմար պահեն սպասում, որ նաև Փաշինյանը հրահանգը տա եւ մտնեն, դա սրա մասով ինչ կասեք, ու մեկ էլ ձեր տան խոզարկություններ ապօրինի են որակում ձեր պաշտպանները ասել են, որ կբողոքարկեն։ Մասով նաև մտավախություն չկար այն ամեն ինչի հետ կապված, ինչի հիմա տեղի է ունենում, բայց հասկանում եք շատ լավ, որ այստեղ իրավական գործընթաց չի գնում, այսինքն եթե իրավականից դուրս են գալի մնացած մասով ենք նայում, այսպես քաղաքական, ապօրինի, իհարկե հնարավորություն կա, այսպես, որ ասեմ ինչ-որ նման տեղեկություն ունեմ, չէ, չունեմ նման տեղեկություն իմ մասով։ Ես չունեմ որևէ կարգավիճակ կարող եմ ունենալ միայն անպատասխան անձեռնմխելիությունը հաղթահարելուց հետո։ Բանությամբ այդ ինձ հետ ինչ-որ փորձում են իմ տանը փորձում էին ման գալ ինչ-որ բաներ, հիմա մի քիչ վստահ չեմ ուղղակի, չեմ ուզում տեղ տալ նախաքննական գաղտնիքի հետ կապված ինչ-որ բաներ ասել, էլի դրա համար իսկ հիմա ժամանակը գա կխոսանք։ Բոլոր այսպես գրպաններից մեջ էին մտնում կախված վիճակների, տաբատների, դրամ, չէ, հա? Հա? Դե արդեն 15,000 դրամը գտել են, մնացածը։ Պարոն Քոչարյան, եթե անկախ հանրության մեջ այդ հարցը անընդհատ հնչում է օդում կախված է մնում։ Լավ, դուք ասում եք 4 միլիարդ չունեք,
չեք ասում ինչքան ունեք, բայց ասում եք 4 միլիարդ չունեք։ Դուք ասում եք, որ օրինական վաստակել եք այդտեղը, բայց մարդն ասում է հարց առաջանում։ Դուք եղել եք նախագահի ողքից, ձեր հայրը եղել է նախագահ, աշխատավարձով ածող։ Այդքան հսկայական անշարժ գույքը, բիզնեսները, այդ միլիոնների վերջում ձեզ ո՞ր է։ Դրա ծագումը կարող եք դուք ինքներդ բացել ցույց տալ, թե ոնց եք աշխատել, դարձել 1, 2, 4 կամ 14 միլիոն դոլարանոց մարդ ընտանիք։ Անկեղծ ասած, ես այս հարցը այսօրին ինձ էլի տվել, էլի են տվել, դուք էլ եք էլի տվել այս հարցերը։ Հիմա տեսեք, այդ հարցերի պատասխանները ես չեմ կարող այստեղ մի ժամ նստել ասել, այ գիտեք, ես ու բաներ կա, ես ինքս չեմ տիրապետում, եղբայրս արագ շուտ սկսել իր գործունեությունը, ինչից հա սկսել, այսքանից հետո դարձել է մի քիչ ավել, հետո այսպես մի բան կա էլի ժողովուրդ 2000 թվին գնահատված նույն հողակտորից սկսած մինչև բիզնեսի արժեքը ամբողջությամբ ուրիշ բան էր, այսինքն իրանք այսօրվա դրությամբ ինչ որ մեծ թվեր են հրապարակում ու ասելով այսքանը որտեղից, բայց այդքան չի եղել, այդքանը ժամանակի ընթացքում է դարձել այդքան, հետո եկեք չմոռանանք 2008 թվից հետո հայրս Ռուսաստանում շատ լուրջ ընկերությունում էր աշխատում, շատ մեծ աշխատավարձով, շատ մեծ հոնորարով, որը ոչ մի ձև իր նախագահ լինելու հանգամանքով պայմանավորված չէր դրանից հետո։ Գիտեք, այս ամեն ինչը դնում են մի կողմ ու հետ են գալիս անդադ այս նույն հարցը։ Ես նորից հստակ կրկնեմ։ Ես նորից հստակ կրկնեմ։ Չկա որևէ բան, որը ապօրինի։ Հիմա կա գործընթաց հենց այս նույն դատարանում դրա հետ կապված կա գործընթաց, որի շրջանակներում արդեն ձեր ասած մանրամասնություններով կտրվեն պատասխանները։ Շատ լավ գիտեք, որ դատական համակարգի հետ կապված բացարձակ չկա վստահություն, տեսնում ենք ինչ է կատարվում։ Հիմա նաև փաստաբանական, դատավարական տակտիկայից ելնելով ժամանակից շուտ ինչ որ բաներ չենք ուզում բացահայտել, որովհետև այստեղ, այսպես ասած, արդար խաղ չի գնում, որ դու փորձես ուղղակի ինչ որ բան բացատրել, որովհետև հասկանում ես դու ինչ որ բան, որ այսինքն նպատակը մեր հանդեպ դրած է կոնկրետ ինչ որ գործողություններ անել ապօրինի։ Այսինքն այստեղ իրանց չի հետաքրքրում արդարությունը։ Ու դրա համար հիմա ժամանակից շուտ ինչ որ բաներ բացահայտել դրանից խոսալը դատավարության տեսանկյունից սխալ է։